Այն, որ Հայաստանում իշխանությունը վաղուց զավթված է մեր թշնամիների կողմից, եւ սրանք բացարձակապես կորցում են մեր ինքնության դեմ, դրա մասին վաղուց են խոսել, վաղուց են բարձրաձայնել։ Այլևս կարծիք չկա այս հարցում, եւ իրենք էլ չեն թաքցնում, գործում են բաց, գործում են լկտիաբար, սանձարձակ։ Ապազգայնացման գործընթացը, որը գլխավոր ծաղրացում անվանում է որպես հայրենասիրության վերարժևորում, սկսվել է շատ վաղուց, բանակի պարոյալքմամբ, ազգային արժեք արքետիպերի նսեմացմամբ, հիշում եք այդ պատմությունները, այսօր տոտալ ապազգայնացման խայտարակ գործընթաց են տանում դպրոցում ու հասարակության մեծամասնությունը անտարբեր է այս հարցերի նկատմամբ։ Դրա համար էլ պատահական չէ, որ վերջին հարված են փորձում հասցնել մեր ինքնության ամենակարևոր ու կանգուն հենարանին՝ եկեղեցուն։ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանում պետք է իրականացվի դենացիֆիկացիայի, այսինքն ապազգայնացման գործընթաց, եւ պարզ է, որ սրանք լսվել են դրա իրականացմանը։ Հատկապես Արցախի հարցում վեհապարի գնահատականներից հետո, երբ ադրբեջանցիները հայտարարեցին, որ մեր եկեղեցին վտանգ է տարածաշրջանի համար։ Բայց մեկ շեշտադրում պետք է այստեղ կատարել անպայմանորեն։ Սրանք ոչ թե հլու հնազանդ կատարողներ են, սոս կատարողներ են, այլ իրենց էությամբ այդպիսին են, իրենք պիղծ են։ Դրա համար էլ հայջուկով են կատարում նման հրամանները։ Ոչ բառապաշարը, ոչ լկտիապարոկեցվածքը, ոչ էլ թեման պատական ընտրված չեն։ Նրանք այս կերպ նախ արժեզրկում են սրբությունները հասարակության մեջ ջնջելով բարոյականության բոլոր կարմիր գծերը։ Նրանց թիրախը եկեղեցին է, եկեղեցու ողջ նվիրապետական կարգը։ Կարող է լումպեն խավը չհասկանալ այս ամենը, բայց ինքը իրեն թելադրողները, իրեն մերձ շրջապատողները լավ գիտեն, որ առանձին հոգևորականների դեմ արշավ չէ։ Սա արշավ է օծված վեհապարի, ձեռնադրված եպիսկոպոսների, այսինքն մեր եկեղեցու ողջ նվիրապետական կարգի դեմ։ Շատերը պարզ է չեն հասկանում, որ կուսակրոնության հարցը աստվածաբանական իմաստ չունի, այն նյութական նկատառումներից ելնելով է ընդունվել ուշ միջնադարում, որպեսզի ժառանգականության հարց չառաջանա։ Բացի դրանից այս թեմաները եկեղեցու ներքին կորսն են, քանի որ հոգևորականի ցանկացած սխալի համար կա զղջման, ապաշխարության եւ հատուցման կարգ, որը ոչ ոք չի էլ իմանալ։ Բայց նորից կրկնեմ, սա լուպեն խավի համար շոուի թեմա է եւ պատական մտածված չէ հենց թիրախին հարվածելու համար։ Կան նաեւ մոլորյալներ կամ տիպուկ արտահայտվենք վաճառվածներ, որոնք փորձում են վեհապարի դեմ արշավը չկապել եկեղեցու դեմ արշավի հետ, բայց թե նրանք կամ կույր են, կամ, ինչպես ասում են, վաճառված։ Վեհապարի ու եկեղեցու արձագանքը այս եկեղեցամարտ ամբարո արշավին կարելի ասել կատարյալ է հասկացողների համար։ Այդպես է պետք է սպասել 1700 տարի ազգային ինքնությունը պահած կառույցից։ Կարտացեք կամ լսեք վեհապարի հայրապետական պատգամը Սուրբ Էջմիածնի տոնի առիթով կամ նախապես Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը, այնքան խոր, այնքան գործնական, այնքան շերտեր կան, բայց դե մասան շոու է ուզում, ինչին բնականաբար եկեղեցին չի տրվի։ Իհարկե վախկոտն ու անամոտը ամեն ինչի ընդունակ են։ Ընդհանրապես, եթե մարդը կորցնում է ամոտը, վերածվում է կենտանու, կենտանական բնազներով է առաջ շարժում։ Բայց սա այն թեման է, որ արթնացում է բերելու պատերազմից ու պարտությունից հետո խորը թմբիրի մեջ մտած ազգին։ Մենք հավատում ենք եւ Աստծո կամոք այո արթնանալու է։ Կամ գոնե նրա նվիրյալ անձնազոհության պատրաստ հատվածը։ Դա ասված Աստծո կամոք շուտ բրցնենք այս սրբապիղծներից եւ կառուցենք մեր ազգային պետությունը։